Տարեկան շուրջ 100,000 աշխատանքային միգրանտ, 250,000 ընդհանրապես միգրանտ ունենալը Ռուսաստանի Դաշնությունում, այսինքն ընտանիքի անդամ, ուսանող եւ այլն, սա բավականին մեծ թիվ է մեզ համար։ Տեսեք, մենք խոսում ենք խստացումների դրա հետևանքների մասին, այդ ֆոնին Ռուսաստանի հետ չվերթների քանակը գնալով ավելանում է։ Բա դա ինչ է։ Պարադոքս։ Ես համաձայն եմ ձեզ հետ, բայց առայժմ մենք չունենք ալտերնատիվ Ռուսաստանի Դաշնությանը եւ եթե մարդիկ մեկնում են աշխատելու, փնտրելով պայմաններ, որովհետեւ հետաքրքիր բան ձեզ ասեմ, չնայած նրան, որ ռուբլու կուրսը բավականին իջել է եւ չունի այն արժեքը, ինչ որ ուներ օրինակ 5 տարի առաջ եւ Նաև դա նպաստել է որոշակի թվով, որ մոտ 30% նվազել է մեր միգրացիոն հոսքերը դեպի Ռուսաստանի Դաշնություն, չնայած որ չվերթները ավելանում են։ Այնուամենայնիվ երկրորդ երեսն էլ կա այս մեդալի, այն է, որ նրանք, ովքեր միևնույն է աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում կամ ունեն այնտեղ ինչ որ բիզնես, թեկուզ փոքր, ավելի նախընտրելի է, քան Հայաստանում։ Իրենք նախընտրում են ընտանիքներին տանել, որովհետև չնայած ռուբլու կուրսը մեզ մոտ բավականին ցածր է, Ռուսաստանում այդ ռուբլին շարունակում է իր գնողունակությունը պահպանել եւ իրենք որpիսի երբ որ ուղարկում են Հայաստան իրենց աշխատած գումարը կիսվում է, իսկ այնտեղ այդ գնողունակությունը պահպանում է ու գերադասում են ընտանիքին տանել։